Երեկ ներկուսակցական հերթական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մետրոյին փախած անվանեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված մի կնոջ, որը հետագայում պարզվեց, որ արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսյանի դուստրն է, Արմինե Մոսյանը։ Երեխայի ներկայությամբ Նիկոլ Փաշինյանը բղավեց կնոջ վրա։ Ավելի ուշ լրագրողի հարցին ի պատասխան նա նշեց, որ նման բան չի ասել։ Երեկոյան արդեն Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում գրառում կատարեց, նշելով, որ պատրաստ է կառավարությունում ընդունել կնոջն ու իր երեխային անձամբ ներողություն խնդրելու համար։ 24 News-ը քաղաքացիներից կփորձի պարզել, թե ինչ կարծիք ունեն այս դրվագի հետ կապված։ Շատ տգեղ բան էր, ոնց փախավ։ Չի կարելի նախ նման այդ լեքսիկոնով դիմել իր քաղաքաբա, ասում էր շատ եմ սիրում ձեզ քաղաքացիներին։ Հիմա որ դուք մտածում եք իրոք սիրում է, դա սիրողի խոսքերը։ Մարդիկ կորցրել են տուն, ամեն ինչ, են քթալից բռնած նոր սկսել են ձեռք բերել, ոնց կարելի է վիրավորել։ Շատ տգեղ երևույթ եմ համարում, չի կարելի նման։ Իմ կարծիքով, որտեվ արցախցիներ իրան չեն ընտրելու, որտեվ իրանց համար շատ դժբախտ տարիներ բերեց ինքը։ Եվ ոչ մի խոսքը չի համապատասխանում։ Մեկ ասում է Արցախը Հայաստան է եւ վերջ, մեկ ասում է Ադրբեջան է եւ վերջ։ Եղբայր գնա կողմնորոշվի արի ժողովուրդն էլ իմանան։ Բայց եթե Արցախը Ադրբեջանը, քո տղան ինչ գործ ուներ, դու ինչ գործ ուներ այնտեղ։ Ինչի էր ապարում Արցախում։ Գնացել էր Ադրբեջանում, ապարում էր, հա, քեֆեր էր անում։ Ոնց կարելի է այդպես։ Դի կողմնորոշվի կամ այս կողմ կամ այն կողմ։ Չի կարելի։ Մարդ պետք է իր խոսքի տերը լինի, չէ։ Ես օրինակ կամաչեմ, որ մեկի մի բան խոստամ ու ինչ որ չանեմ։ Հնուց պապերից եկել է, չէ։ Ես արմատներով մշեցի եմ, երևի չգիտեմ, ասենք, եթե մեկին մի բան խոստամ, ավելի լավ է, ես գնամ ինձ քցեմ մի տեղից, քան թե տղամարդ հալով կանգնեմ, ասեմ, չէ, սխալ եմ ասել կամ չեմ կարող։ Չէր կարող, խոսք չտար, այսքան ժողովուրդը հույսը կապեց քեզ հետ, չէ։ Ասեցիր երջանիկ պետք է ապրեք։ Ճիշտ է, երջանիկ ապրում է, բայց միայն իրանք։ Այդ 300-400 հոգի չարիքներ է վերել։ Իր անունը անգամ լսել չեմ ուզում։ Դե, չեմ ուզում։ Դե ինչ ասեմ, ամեն մարդ իր մակարդակն ունի, այդքան էլի երևի։ Կարծում եք, որ նա թիրախավորում է արցախցիներին։ Չասեմ, չեմ կարող ասել։ Երևի էլ ինչ անում, ոչ իման չի անում, ոնց ասած, այդպես կարելի ասել։ Տեղեր կա պետքա ձեզ զսպեք։ Հասկանում եք, ով ուզում է լինի, ինչ ուզում է լինի, զսպողական դիրք բռնեք, որ չափերը չանցնեք։ Չափերը չի կարելի ասել ամենայն դեպս։ Ինչ է այդ անհավասարակշիռ վիճակը։ Դե տենց էլ պետք է լիներ։ Ձեր կարծիքով ոնց պետք է լիներ, հետա։ Այս երկիրը դեպի դրան է գնում։ Անմակարդակ երկիր է դառնում։ Երկու կողմն էլ մեկ շատ բարեկիրթ են, մեկ էլ ամեն ինչ թույլ են տալիս իրենց, երկու կողմն էլ։ Երևի ես վիճակից է։ Դե ինչ ասեմ, չեմ կարող ոչ մի բան ասեմ, ապա իշխանական, ապա քաղաքական հարցերով չեմ զբաղվում առհասարակ։ Շատ մեծ սխալանում չի կարելի անկուտ երկրի ղեկավարը մեծ պաշտոն է, չէ։ Պետք է վայել պահի իրան երկրի ղեկավարի նման։ Արայով չխոսա, չի կարելի անպատվել։ Ես շատ վատ տարա այդ երևույթը։ Կամ բան։ Առհասարակ այս ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ շփման մասին ինչ կասեք։ Որոշ տեղեր գնում է, որ ընդունում են, նորմալ է, որոշ տեղեր, որ իրան հակառակ բան են ասում, նա շատ ծանր է տանում ու վախեցնում է պատերազմում։ Մեկը պատերազմ չի լինելու, բացառում է պատերազմ, ես պատերազմի մասնակից եմ եղել 1990 թվականից առաջի պատերազմ մինչև հիմա եւ այդ ամեն ինչը տեսել ենք, էլ բրծավել պատերազմ չի լինելու։ Ինչ որ տալու ենք, տվեցին բրծանք մենք, էլ ինչ բան չունի։ Դե դա ասում է, որ երևի տեղը ամրապնդելու համար իրեն։
Ես ամեն ինչ նայում եմ ուղղակի հաճույք։ Ես շատ բացասական եմ կարծիքը ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի մասին, իր կառավարած քաղաքականության մասին եւ ընդհանրապես որպես մարդ էակ իր մասին։ Այդքան բան։ Եթե խոսում եմ իր թուլության, տգիտության, ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Ու նման բաներ։ Որ ասեմ չեք հավատակ, հավատացեք։ Պետք չի ինձ այդ արշավները, որովհետև թատերական բեմականացում են բոլորի մոտ, ոչ թե մի կուսակցության։ Տեսել ենք շատ վատ։ Իր հետ կապված ամեն ինչին շատ վատ կարծիք ունենք մենք երկուսս է։ Չէ, ձեզ թիրախավորում Արցախահայերին։ Ինքը չի սիրում արցախցիները, ինքը խեցե պարզեր։ Даже այն ժամանակ ինքը վարչապետ չէր։ Любит? Может быть, он нас любит? Нет, Армян тоже не любит. Себя любит. Ինքը չի սիրում արցախցիները, ինքը խեցե չի սիրում։ Не целовался бы с турками и не бегал с их книжкой Эрдогана и не выполнял все прихоти Алиева. Հարգելիս, լսել եմ, բայց դրա մասին իմ հետ մի խոսացեք, էլ այդ Նիկոլ Փաշինյան անունը մի տվեք իմ մոտ, շնորհակալություն։